Հարքնժդեհին եւ ազատություն, ապստամբ, հայրենատեր, թուրքերից ոչ մի դեպքում չվախեցող Սասնա ծռերին։ Ես որ անդրադառնալու եմ մի փոքր աշխարհին, վաղուց չենք անդրադարձել, որովհետեւ աշխարհի առաջի երկու գերտերություններին ղեկավարներն են հանդիպել եւ շատ կարեւոր է այդ հանդիպումը եւ խոսել եմ Հայաստանի ներսում կատարվող իրադարձություններից եւ ամենակարևորը ուզում եմ նախ ասել, որ ազգային ժողովրդական բևեռի հերթական համարը 8-ն է, դուք տեսնում եք 8-ը եւ այն բոլոր վախերին, այն բոլոր սարսափներին, որ մեզ քարոզվում է, որ պետք է ամենից զիջել, լուր մնալ, չխոսել, անգամ Արցախից չխոսել, Արցախ բառ չասել, որպեսզի թուրքը մեզ զիջի, թուրքը այսինքն չզիջի մեզ ների, զիջողը մենք ենք։ Ուրեմն այս բոլորին հակառակ ես մի հստակ բան ասեմ։ Նիկոլի հերթական քարոզարշավներ, երբ որ հերթական անգամ ազգային ժողովրդական բևեռին հանդիպեց։ Նախորդ անգամ մեր Արմինե Սախոյանը մերկացրեց, այս անգամ իմացա, որ բևեռից է Հերմինեին տեսավ, մեր Հերմինը մեկ քրիստիանն էր։ Զգացինք, որ արդեն մեքենան սկսեց չաշխատել իր այդ սուտ արտադրող, սուտ տարածող մեքենան կախեց։ Որովհետև նա հանդիպեց ճշմարտության ու քարե ճշմարտության հանդիպեց, որովհետև երբ որ հստակ միջազգային որոշումներով դնում ես դեմը, այս ինչ թվին, այս ինչ որոշմամ, ազգերի լիգա կլինի, չգիտեմ, ՄԱԿ կլինի, հա, իրավարար վճիռ կլինի, երբ որ դնում ես իր առաջ եւ ասում ես միջազգայինը սա է, ոչ թե Ստալինի կամ քո Ալիևի որոշածը, ինքը սկսում է արդեն չկարողանալ ստել։ Եվ ասում ժողովուրդը կորոշի, ժողովուրդը կարող է 40-50 անգամ իբր պատասխանում է։ Սա ինչ է նշանակում, սիրելի ժողովուրդ, որ ինքը քո վզին է թողնելու նոյեմբերի 9-ի եւ նոյեմբերի 9-ից բխած կամ դրան շարունակած բոլոր ստորացուցիչ հանցավոր փաստաթղթերը, որոնք ինքը ստորագրել է։ Եթե դու ամսի 7-ին ընտրեցիր Նիկոլին, Նիկոլի մեղք ամբողջությամբ վերցնելուց քո վզին։ Այն որ հետևից ընկած շատ կներեք չեմ կարող չասել, դա ուղղակի նախիր է։ Նիկոլին աջակցողը նախիր է ուղղակի, որովհետև Նիկոլը քեզ սարքում է հանցագործ։ Բարից բուն իմաստով հանցագործ։ Երբ որ քեզ մեղադրում է Արցախ օկուպացնելու մեջ, դա մեղադրանք է քեզ։ Իսկ օկուպանտին ոչ մեկ չի ներում, Ալիևը ձեր հորողբորդ տղեն չի, որ ձեզ ների։ Ու դու հավեսով այն հանցագործության պիտակ այդ խորհրդային Հայաստանի քարտեզ վերցած հետևից գնում եք։ Որ հետևից գնաք այն բանը վզներից կախած գնում եք դատապետան, պատիժը ստանալու։ Ու եթե հանգարց դուք իրեն ընտրեք, ինքը պետք է ասի ես սխալ եմ անում, բա դուք ինչու եք սխալ բան արեցիք, հաստատեցիք, ընտրեցիք, ընդունեցիք։ Հիշեք, եթե Արցախը Հայաստան չէ, անգամ եթե Արարատը Հայաստան չէ, մենք ենք հանցագործ։ Որովհետև Թուրքիայում ցեղասպանության հուշարձան կա, թե իբր հայերը ցեղասպանել են թուրքերին։ Իսկ Ադրբեջանում արդեն ազատ այդ բանի Ստեփանակերտի եկեղեցին ավերելուց հետո, երբ որ սրանք ասեցին ճիշտ են արել, լավ են արել, իրենց երկիրն է, ինչ ուզեն կարեն, արդեն անցել են գերեզմանների պղծմանը։ Տեսանք ինչպես են մեր ազատամարտիկների գերեզմանը պղծում։ Այսինքն իրենք ազատություն են ստացել։ Եվ այս պղծությունները կուլ տալուց, ասում են պետք է կուլ տակ, պետք է խելոք մնաք, որ խաղաղ ապրեք։ Ու հիշես նաև Պետրոսին, որ մեր Գևորգը հյուր էր գնացել, Պետրոսը հարցը այնպես էր սրում, ուզում էր որ լսեր, որ մենք պատերազմ ենք ուզում, մենք պատերազմ ենք պատրաստվում։ Եթե մի պետություն պատերազմ բառից վախեցավ, ինքը չի կարող պետություն ունենալ։ Կապ չունի դու կարող ես դիմադրել 1 ժամ, 1 օր, 1 տարի այդ պատերազմում, դու պետք է չվախենաս պատերազմից։ Ով վախենում է, պետություն չի ունենում։ Ով համապատասխան ուժ չունի, դաշնակիցներ է փնտրում։ Ոչ թե մնում է մենակ
եւ հետո ասում են մենք քիչ ենք, նրանք շատ, ու գլխին տալիս է։ Հիմա քեզ քարոզում են, որ դու մնաս մենակ, ու հետո ասեն, բա դու կարող ես թուրքի դեմն առնել։ Դե ուրեմն սուս մնա, ոնց որ Պետրոսն ասում է, Ալևն ասում է, չեմ տալի ռադերեք։ Հələ Պետրոսի խոսքը Գևորգն էլ ասում է, հիմա դու մեր կողմից ես, թե նրանց, ասում է ձեր կողմից չեմ։ Էս է քարոզվում Հայաստանում։ Էս է Նիկոլը։ Այսինքն սա է Ալիևի քարոզչա մեքենան։ Դրա համար եմ ասում Նիկոլի հետևից քայլող, Նիկոլի անվտանգությամբ զբաղվող, աշխատավարձի համար ես անում, չգիտեմ, վարգու պարկի համար ես անում, հիվանդ ծնողիդ համար ես անում, դու տանուլ ես տալի։ Ոչ միայն բարոյապես, այլ նաև նյութապես, որովհետև հենց որ Նիկոլը դարձավ վարչապետ ու հաստատվեց, որ Արցախն Ադրբեջան է, դու քո տուն տեղ տալու ես Ալիևին։ Այդ քո աշխատավարձն էլ է մնալու, չի շարունակվելու։ Դու ես կարճաժամկետ, ես գովազդին Նիկոլի, որ դու տունդ պահելու ես, որ դու լավ ես ապրելու։ Սա շատ կարճաժամկետ գովազդ է։ Նրանց հետ ինքը խնդալու է, ծիծաղելու է, որովհետև ինքը կարողանում է, ասենք, Արարատ Միրզոյանի հետ քեզնից թաքուն բարձրախոս ձայնագրող սարքի մոտ խոսել ու թուրքերից խոսել։ Այսինքն իրենց երաշխիքը թուրքն է։ Իրենք քո վրա հույս չեն դրել։ Իրենք մտել են տեսնեն, քանի մարդ կա, որ հեշտ կլինի խաբել, որ կեղծելուց իմանան ոնց կեղծեն, քանի ձայն կեղծեն։ Հասկանում եք։ Սա սրանց քաղաքականությունն է։ Սրանք քո աչքի առաջ քեզանից թաքուն թուրքերի պայմանավորության մասին բան են խոսում։ Եվ հասկանում ես, որ իրենց հույսը թուրքն է, որ երբ որ վերջնաժամկետ, երբ որ իրենց մոտ բան չստացվի, թուրքերը իրենց օգնելու են։ Նրանց հույսը թուրքն է։ Շատ լավ իրենք տեսնում են, որ իրենք մտնում են մարդկանց մեջ, ընդունելությունը նորմալ չէ։ Բացի այն նախրից ու խապել գցել են, հետևները տանում են։ Ու հանցագործի պիտակներ կպցրել են կրծքներին, ճագատներին։ Ասում են դու հանցագործ ես, Արցախ ես օկուպացրել։ Նա երջանիկ հետևից գնում է։ Մատաղի գառը որ տանում են եկեղեցու բոլորը ֆռռացնում են, չէ՞։ 7 անգամ ժամի բոլորը ֆռռացնում են, չէ՞, մատաղի գառին։ Մի լավաշի կդոր առնում են ձեռները, սենց գառանը գցում են հետևները, այդ գառը լավաշի հետևից գնում է։ Ինքը չգիտի իր վերջի պտույտն է։ Դուք այդ գառան պես ընկել եք Նիկոլի հետև գնում եք։ Մատաղացու գառան պես։ Այս ձեզ։ Աշխարհի հետ կապված, երբ որ հանդիպում են Չինաստանի եւ Ամերիկայի նախագահները, իմիջիայլոց ասեմ, որ ես միշտ Թրամփը իսկապես անլուրջ մարդ է, բայց Ամերիկան ես միշտ ասել եմ, որ այս ժամանակներին իրեն հարկավոր է իսկապես ոչ ստաբիլ անլուրջ մարդ, որպեսզի կարողանա դիկտատորների հետ իրենց լեզվով խոսել։ Եվ եթե Թրամփը հնարավորություն է ստանում անգամ Չինաստանի ղեկավարի հետ խոսել, նշանակում է այդ ոճը դեռ պետք է Ամերիկային։ Ինչու է անհրաժեշտություն առաջացել Չինաստանի հետ խոսել, որտեղ ռուս-ուկրաինական պատերազմը երկարեց եւ փաստորեն Իրանյան պատերազմը նույնպես փորձում է երկարել։ Այսինքն այստեղ հասկանում են, որ Չինաստանը որոշակի ձևով մասնակցություն ունի երկու պատերազմներում են։ Չի երևում, չի հայտարարվում եւ պետք է իրենք խոսեն այս պատերազմը կասեցնելու կամ մեկ այլ ելք ձևակերպելու համար։ Վերջերս արդեն Չինաստանը, որ շատ զուսպ քաղաքականություն վարող պետություն է, շատ զուսպ, չափից դուրս, ինքը շատ ազատ խոսում է արդեն իր պապական տարածքներից։ Ինչը մեզ արգելում են, չէ՞, մենք չենք խոսում։ Չինաստանը արդեն խոսում է իր պապական տարածքներից։ Խոսքը 1.5 միլիոն քառակուսի կիլոմետրի մասին է, դա նույնն է թե այսօրվա Թուրքիայի 5-պատիկը, այսօրվա Թուրքիայի։ Եվ սա արդեն Ամերիկային անհանգստացնում է։ Եվ ասեմ, չինացիները մինչև այսօրվան իրենք արդեն այդ տարածքներում մարդիկ են բնակեցրել ու բնակեցնում են։ Այն ինչ որ ուզում է անի Ալիևը մեր հետ։ Բերի այդ 300,000 սերմացուն, այդ մոլախոդի սերմացուն, որ ավելի արագ է տարածվում։ Լցնի մեր Սյունիքը ու հետո ասել եկեք հանրաքվե անենք, տենակ Սյունիքը ձերն է թե մերը։ Հասկանում եք, չէ՞։ Չինաստանն արդեն արել է դա։ Եվ Ամերիկան հասկանում է, որ եթե Չինաստանը Ռուսաստանից այն ինչ որ ուզում է edel տանի, արդեն Չինաստանի հետ դժվար է լինելու։
Սարսափելի ծանր է լինելու։ Եվ Ամերիկան անցել է մեկ այլ պլանի։ Տեսնում եք, Ռուսաստանին շատ չի ուզում խոցի ուկրաինական պատերազմում։ Նա ուզում է Ռուսաստանին ուղղակի Պուտինը քանի որ մնացել է դեռ չի կոդրվում, ոնց կլինի ես դառնամ Ամերիկայի, ասենք, կատարածուն։ Դրա համար Ամերիկան այսպես սպասում է, մինչև Պուտինին իրենք իր ժողովուրդը, իր այդ ապարատը կսատկացնի եւ կվազի Ամերիկայի դուռը, որտեղ առանց Ամերիկայի Ռուսաստանը դժվար վերականգնվի։ Այստեղ Ամերիկան քաղաքականությունը վարում է այնպես, որ Ռուսաստանը վերցնի, ինչպես Ճապոնիան վերցրեց, ինչպես Գերմանիան վերցրեց։ Իսկ երբ որ ինքը Ռուսաստանը վերցնի, արդեն Եվրոպան չէ շատ է խոսում, ՆԱՏՕ-ն քանդվում է, Ամերիկան Եվրոպայի հետ կապերը խզում է։ Եթե Ռուսաստանի ասողը դառնա Ամերիկան, ռեսուրսները Եվրոպա Ռուսաստանից են գնում։ Արդեն ավտոմատ Եվրոպան նորից Ամերիկայի հետ գործ է ունենալու։ Չինաստանը Ամերիկայի հետ գործ է ունենալու։ Հիմա այս պայքարն է գնում Ռուսաստանի սեփականաշնորհման։ Չինաստանը եթե սեփականաշնորհեց, դարձնելու է իր պետության մաս, եթե Ամերիկան սեփականաշնորհեց, ուղղակի դարձնելու է իր վասալը։ Կմնա պետությունը որպես Ռուսաստան, բայց ասենք մի 50 տարի հետո նոր կարող է վերականգնվի, ոնց որ Չինաստանին Ամերիկան աճեցրեց, հիմա արդեն ընդդիմանում է։ Կվերականգնվի այն ժամանակ կերևա աշխարհքաղաքական իրավիճակն ինչպիսին է Ռուսաստանի դերը աշխարհում որքանով կաճի կամ ով գիտի կարող է եւ չաճի այդպես էլ մնա, ուղղակի դառնա հերթական Ճապոնիան։ Հիմա տեսնում եք Ճապոնիան էլ է ուզում իր զենքը, զորքը սահմանափակումներից հանել։ Ազատ Ամերիկայի հետ պայմանագիր ունի։ Ամերիկան պետք է հոգա Ճապոնիայի անվտանգությունը եւ ինքը իր բանակը չի հզորացրել այդ ըստ այդ պայմանագրի, բայց երբ որ տեսնում է որ Ամերիկայի դաշնակից մյուս երկրներին Իրանը հանգիստ խոցում են, նրանք անհանգստանում են արդեն։ Հիմա աշխարհի խառը վիճակը սա է։ Հիմա Թրամփը գնացել է հերթական անգամ իրեն շատ կներեք, ինչպես ինքն ասում, բռնապետի տեղ տնի եւ Չինաստանին հասկացնի, որ ես քեզ հետ կխոսեմ քո լեզվով։ Եթե դու շարունակես այս տեմպերով, այսինքն սնուցել Իրանին, իբր Ռուսաստանին օգնում ես, իմիջիայլոց ասեմ, Չինաստանը Ռուսաստանի հետ վարվում է այնպես, ինչպես Ռուսաստանը վարվել է իր բոլոր դաշնակիցների հետ, առավելապես Հայաստանի հետ։ Հասկանում եք։ Ռուսաստանը մեր հետ ոնց վարվել է, հիմա Չինաստանը այդ նույն կերպ վարվում է Ռուսաստանի հետ։ Իսկ Հայաստանում հասկանում են, Ադրբեջանում են հասկանում, որ առանց Ռուսաստանի Հայաստանին փոխանցման, այդ որ ասում են Պուտին-Նիկոլ հարաբերությունները վատացել է, ես դրա կողմնակից չեմ։ Եթե Էրդողանը եւ Ալիևը կարողանում են ազդել Պուտինի վրա ու ազդում են, որովհետեւ Պուտինը ճարճ ունի, նրանց թեկնածուն Նիկոլն է։ Պուտինը տեղով կրակել դառնա, չի կարող Նիկոլին փոխել, արդեն ուշ է։ Ոնց որ ասում ենք Ռոբերտն ու Նիկոլը նույնն են, Ռոբերտը տեղով կրակել դառնա, չի կարող Նիկոլին բան անել, որովհետեւ երկուսով էլ Պուտինի սեփականությունն են։ Այդտենց էլ հիմա արդեն Պուտինը չի կարող Նիկոլին որից է բան անել, որովհետեւ Անկարան եւ Բաքուն պահանջում են, որ Նիկոլը վերարտադրվի, որ իրենց գործ առաջ գնա։ Պայմանավորվել են Հայաստանը պետք է անցնի Թուրքիային, ոչ թե Արևմուտքին։ Ռուսաստանին ձեռք չի տալի Հայաստանի արևմուտք գնալը։ Նրան ձեռք է տալի, որ այս վիճակում Թուրքիա գնա։ Իսկ ինքը իր Ռոբերտին, Տաշիր Սամոյին, Նիկոլին, Ծառուկյան Գագոյին, բոլորին այնպես է անելու, որ այս խորհրդարանը մնա մուրճ ու մանգակ, որ մեզ կործանեն։ Հավատացեք, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Լևոն Տեր-Պետրոսյանին, ոչ Նիկոլին, անկախ Հայաստան պետք չէ։ Գիտեք ինչու։ Որովհետև իրենք հանցագործություն ունեն արած մեր պետության հանդեպ։ Եթե Հայաստանը մնա անկախ եւ գա նորմալ իշխանություն, իրենք պատասխանատվության են ենթարկվելու։ Իրենք մեղքեր ունեն։ Դրա համար են իրենք ինտենսիվ մեկը մյուսին իբր քննադատում են, բայց դաշտը պահում են իրենց ձեռքի մեջ, որ Հայաստանը կործանեն ու իրենք պատասխանատվությունից փրկվեն։ Խոհեմ եղեք, ընտրեք համար 8-ին, որ հաղթեք Թուրքին։ Մնաք խաղությամբ։